Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում, առաջիկա րոպեներին դիտեք։ Կամ մենք, կամ նրանք։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Միասին։ Արդեն տեքստը պատրաստ է։ Նոր սահմանադրության նախագիծը կհրապարակվի իշխող քաղաքացիական պայմանագրում քննարկելուց հետո միայն։ Սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Սա ադրբեջանական թեզ է։ Обратиться к вам, госпожа Алиева. Ադրբեջանի օմբուդսմենին դիմելիս Ռուբեն Վարդանյանի հեռախոսազրույցը ընդհատվել է։ Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Վարդանյանի ընտանիքը ճնշումների մասին է բարձրաձայնում։ Ինչ է կատարվել կլինիկական մահ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան երեխայի հետ, ձերբակալված է խորթ մայրը։ Անկեղծ չեմ տեսել երեխուն խփի, չնայած չեմ էլ հավատում, որ ինքը կարող արած լինի։ ՆԱՏՕ-ի առնվազն 4 անդամ երկրներ կարծում են, որ դաշինքը չպետք է մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողությանը։ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին վատորեր էր խոստացել, եթե չօգնեն։ Նրանք պետք է գային եւ օգնեին մեզ պաշտպանելու այն։ Իրանից մի շարք ապրանքների ներմուծումները դադարել են, Հայաստանում արդեն թանկացումներ են նկատվում։ Նոր սահմանադրության նախագիծը ամբողջությամբ պատրաստ է, բայց կհրապարակվի միայն իշխող քաղաքացիական պայմանագրում քննարկելուց հետո, այսօր հայտարարել է Արդարադատության նախարարը։ Արդյոք դրանում կլինեն անակնկալներ։ Դժվար մի քանի օր առաջ հենց վարչապետ Փաշինյանն էր ասել, որ իր ու թիմի կարծիքով նախագծում չպետք է լինի հղումը անկախության հռչակագրին։ Հենց սա է նախագծի ինտրիգը։ Այդ հռչակագիրը հանգիստ չի տալիս Բաքվին եւ խաղաղության պայմանագիրը ստորագրելու այս պահի միակ նախապայմանն է։ Արդեն տեքստը պատրաստ է, ես ինչպես եւ խոստացել էի։ Սահմանադրության նոր նախագիծն ամբողջությամբ պատրաստ է։ Արդարադատության նախարարն այսօր հայտարարեց, տեքստը կհրապարակեն իշխող կուսակցությունում քննարկելուց հետո, թե երբ չասած։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Այսինքն Հայաստանի Հանրապետության սահմանադրության պրեամբուլայից նախաբանից անել սահմանադրության պրեամբուլայից հանել անկախության հռչակագրի հղումը նշանակում է Հայաստանի ծննդականը մայր փաստաթղթի տակից հանել, այսինքն չկա նման պետություն։ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում տեքստի քննարկումը դեռ չի ավարտվել։ Ըստ անդամների կան կարևոր հարցեր, որ դրանց չեն էլ հասել։ Ամենաղմկոտ մայր օրենքի նախաբանում անկախության հռչակագիրը թողնել-չթողնելու հարցին էլ դեռ չեն հասել, բայց վարչապետը խորհրդի դիրքորոշումից առաջ հայտարարեց, ինքն ու իր կուսակցությունը դեմ են, որ նոր սահմանադրությունում անկախության հռչակագրին հղում լինի։ Ինքը ոչ թե անկախության հռչակագիր է, ինքը կոնֆլիկտի հռչակագիր է։ Հայաստանի ղեկավարը երբ որ ասում է մեր անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, դրանով նա ըստ էության ցուցմունք է տալիս իր պետականության դեմ, որ իր երկիրն է, որը կոնֆլիկտ է հրահրել։ Որ մայր օրենքում Հայաստանի հռչակագրի մասին հիշատակում չլինի ու սահմանադրությունը փոխվի, Բաքուն է պահանջում։ Հռչակագրում նշվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին, ու սա տարածքային նկրտում են համարում։ Սահմանադրական դատարանը քննեց ու որոշեց, որ տարածքային պահանջ չկա։ Փաշինյանն էլ այդ որոշմանը հղում անելով էր Բաքվին հավաստիացնում, տարածքային պահանջ չունի Հայաստանը, բայց Իլհամ Ալիևը չնահանջեց ու հիմա Նիկոլ Փաշինյանն ուղիղ է հայտարարում։ Սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Եվ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտը անխուսափելի է։ Սա ադրբեջանական թեզ է։ Ու թեև պետության բարձր դատարանը որոշումն ընդունել է, Նիկոլ Փաշինյանը շարունակում է սահմանադրությունը մեկնաբանել, որի իրավունքը չունի, շեշտում է ընդդիմադիր գործիչը։ Այսինքն ուրիշ մարմին չկա, դա ոչ Նիկոլ Փաշինյանն է, ոչ իր մտերիմ Իլհամ Ալիևն է, ոչ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ոչ Ջեյհուն Բայրամովն է, ոչ Հիքմետ Նահաջիև, չէ, մեր սահմանադրական դատարանն է դրա այդ մարմինը։ Մեր սահմանադրական դատարանը քննելով այս հարցը, ասել է, որ այդ պրեամբուլայի հղումը բացարձակապես տարածքային որևէ պահանջ չի ընդհանրում հարևան երկրներից, որևէ երկրից։ Եվ հետևաբար կարիք չկա, որ մենք պրեամբուլայից հանենք։ Անկախության հռչակագրի հղումը մայր օրենքից հանելը նշանակում է ոչնչացնել պետության ծննդականը։ Քննադատում է Մարուքյանը, որ նախկինում Փաշինյանի կառավարությունում աշխատում էր հատուկ հանձնարարություններով դեսպան։ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունը պետք է
Սրա դեմ պետք է պայքարեն բոլոր անկախական մարդիկ, ովքեր ուզում են որ Հայաստանը լինի անկախ երկիր, ինքնիշխան երկիր։ Նա հիմա գործում է Հայաստանի Հանրապետության անկախության դեմ։ Բաքվի այս պահանջը կատարել է նոր վտանգների սկիզբ է։ Մեկնաբանում է Սահմանադրական բարեփոխումների անդամ Էդմոն Մարուքյանը։ Եթե անկախության հռչակագրի հղումը նախաբանից հանում ես ու հանրաքվեի դնում, նշանակում է ընդունում ես Ադրբեջանի թեզը, որ տարածքային պահանջ ունես, ու Ադրբեջանը դրանից հետո կարող է պատերազմել։ Ինքը երկիրը տանում է մի հատ ազգակործան process-ի, որտեղ նայեք, եթե մենք ընդունում ենք որ Սահմանադրությունը տարածքային պահանջ ունի, որը չունի մեր Սահմանադրական դատարանը ասում է չունի, իր ասելով սա կոնֆլիկտի բան է, հռչակագիր է, գնում ենք դա փոխելու, այսինքն գնում ենք հանրաքվեի։ Եվ հանկարծ հանրաքվեն չի անցնում, Ալիևը կարող ասի, տեսակ դուք ընդունեցիք որ տարածքային պահանջ ունեք, բայց դա չեղավ, հետեւաբար դուք այդ տարածքային պահանջը ոչ թե ուներ են ժողովուրդը, որ 95 թվին ընդունեց Սահմանադրությունը, եւ հռչակագիրը դրանից առաջ, այլ նաեւ այսօրվա ժողովուրդ ունի տարածքային պահանջ եւ ես կարող եմ ձեր դեմ պատերազմեմ։ Այս մեկ, այսինքն երկիրը փուրն է տալիս իրակ վարած քաղաքականությամբ։ Նիկոլ Փաշինյանը անկախության հռչակագիրը պատերազմի վտանգ համարելով հայտարարեց, իր թիմը դեմ է դրան, ինչ պատկեր կլինի այդ նախագիծը քննարկող խորհրդում։ Մեծամասնությունը կգնա Փաշինյանի հետևից, թե անկախության հռչակագրի հղումը նախաբանում պահպանելու։ Դեռ հայտնի չէ։ Խորհրդի անդամներից Մարուքյանից բացի Արթուր Սաքունցն է ուղիղ ասել, անկախության հռչակագիրը Հայաստանից ընդհանրականն է ու դեմ է որ հանեն մայրօրենքից։ Չի կարող հռչակագիրը հանվի Սահմանադրությունից, որովհետև հռչակագրով սահմանված են Հայաստանի Հանրապետության որպես անկախ պետության պետական կառուցվածքի սկզբունքները։ Քաղաքացիական հասարակությունից Դանիել Իոաննիսյանը դա անկարևոր հարց է համարում։ Իր համար միևնույն է կլինի թե ոչ։ Արտախորհրդանական ուժերից Փաշինյանի սատարող Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչը հրապարակային կարծիք չի հայտնել։ Անդամներից մեկն էլ մարդու իրավունքների պաշտպանն է։ Կառավարությունից խորհրդում միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն է։ Խորհրդի նախագահն էլ Սրբուհի Գալյանն է, որ արդեն իշխող քաղաքացիական պայմանագրի նախընտրական ցուցակում է։ Ճնշումների մասին է հայտարարում Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը։ 3 օր առաջ ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ Վարդանյանը փորձել է հրապարակային կոչով դիմել Ադրբեջանի օմբուդսմենին, բայց հեռախոսազրույցը հարկադրաբար ընդհատվել է, տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի ընտանիքը։ Իր խոսքում Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Վարդանյանը Սաբինա Ալիևայի հետ հանդիպում է խնդրում, պնդելով, որ դատավարությունները ավարտվել են 1 ամիս առաջ, սակայն ոչ ինքը, ոչ էլ մյուս հայ բանտարկյալները իրենց պաշտոնական դատավճիռների տեքստերը չեն ստացել, չգիտեն թե ինչի համար են դատապարտված։ Հեռախոսազրույցի ընթացքում ենթադրաբար բանտային ծառայողը միջամտում է, Վարդանյանը պնդում է, որ իրեն անգամ օմբուդսմենին դիմել չեն թույլատրում, ապա կապը ընդհատվում է։ Ընտանիքը մտավախություն ունի, որ կապի միակ միջոցը նույնիսկ կարճ հեռախոսազրույցները կարող են ընդհանրապես դադարեցվել։ Вынужден обратиться к вам, госпожа Алиева, омбудсмен Республики Азербайджан. Записывайте. Почему? Я не могу получить приговор уже месяц. Ես 1 ամիսը չեմ կարող ստանալ դատավճիռը, ոչ ռուսերեն, ոչ հայերեն, ոչ ադրբեջաներեն։ Չգիտեմ ինչի համար եմ դատապարտվել եւ որ հոդվածներով։ Ես հանդիպում եմ խնդրում, որպեսզի կարողանանք քննարկել այս ամենը։ Ցավոք Կարմիր խաչը հեռացել է։ Այստեղ չկա որևէ հաստատություն, որը կարող է մեզ հետ կապ պահել։ Հայաստանի կառավարությունն այստեղ չունի ներկայացուցչություն եւ զբաղված է մատակարարումներով։ Армянское правительство не имеет республики представительства и занято поставками. Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր ուժը Հայաստան դաշինքը հայտարարեց հունիսի 7-ի ընտրություններին իր մասնակցության ձևաչափի մասին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ դաշնակցության հետ է գնում ընտրության։ Այս անգամ նրանց է միացել նաև առաջ կուսակցությունը։ Վաղարշաբաթի ընտրություններում հենց Խաչատրյանն էր ղեկավարում ընդդիմադիր հաղթանակ կուսակցությունների դաշինքի ցուցակը։ Համալիրում ընթացող միջոցառմանը դեռ չի հայտարարվել վարչապետի թեկնածուի անունը։ Այսօր պատիվ ունեմ պաշտոնապես հայտարարելու։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ հայ հեղափոխական դաշնակցությունը որոշում են կայացրել շարունակելու համագործակցությունը։ Մեզ միացել է առաջ կուսակցությունը, բազմաթիվ հասարակական հանրային գործիչներ եւ առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար Հայաստան դաշինքով։
Առջևում սովորական ընտրություններ չեն։ Սա հերթական մրցապայքարը չէ։ Սա գոյաբանական հարց է։ Հետևաբար մեր նպատակն է կանխել գործող ռեժիմի վերարտադրությունը եւ կտրել զիջումների այս շղթան։ Եկեք պարզ խոսենք։ Հայաստանում չկա որևէ ուժ, որը սա կարող է անել միայնակ։ Ուստի շատ ուղիղ դիմում եմ ընդդիմադիր ուժերին։ Մենք ընդդիմադիր դաշտում թիրախներ չունենք։ Մենք ընդդիմադիր դաշտում ունենք պայքարի այսօրվա եւ վաղվա գործընկերներ։ Մեր թիրախը մեկն է, գործող իշխանությունը։ Մենք շարժվելու ենք այդ սկզբունքով։ Եվ այդ նույն պահանջն ու ակնկալիքը ունենք ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերից։ Խոսքս ուղղում եմ արտաքին դերակատարներին։ Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Արտաքին որևէ միջամտություն, որևէ մայրաքաղաքից մեր համար անընդունելի է եւ դատապարտելի։ Բոլորի համար թող սա հստակ լինի։ Միասին կեցը։ Մենք հետևում ենք իրադարձություններին, համալիրում տեխնացուի անունը հնչելուն պես ձեզ էլ կտեղեկացնենք, շարունակեմ թողարկումը։ Հիմա սահմանադրական դատարանում անդամի թափուր տեղի մասին, որտեղ նախագահ Վահագն Խաչատուրյանը տեսնում է իշխող քաղաքացիական պայմանագրի անդամ Վլադիմիր Վարդանյանին։ Երբ իշխող ուժը ջանքեր էր գործադրում սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին այդ պաշտոնից հեռացնելու համար, իշխանական թիմի փաստարկներից մեկն էլ այն էր, որ նա նախկին իշխանական կուսակցության հանրապետականի անդամ է եղել եւ չի կարող որոշ գործերով անաչառ լինել։ Հիմա քաղաքացիական պայմանագրի գործելու հերթն է։ Կմոռանան նախկին հայտարարություններն ու կընտրեն Վարդանյանին, որն այս տարիներին աչքի է ընկել իշխանության տեսակետների անվերապահ հրապարակային պաշտպանությամբ։ 8 տարի քաղաքացիական պայմանագրի հետ ճանապարհ անցած Վլադիմիր Վարդանյանը 3 օր է անկուսակցական է։ Սեփական նախաձեռնությամբ է իշխող ուժից դուրս գալու դիմում գրել, որ դառնա անկուսակցական ու հնարավորություն ստանա օրենսդիր մարմնից տեղափոխվել անկախ մարմին համարվող սահմանադրական դատարան որպես դատավոր։ Անցած շաբաթավերջին նրան այդ պաշտոնին առաջադրեց նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Թե ինչու է Խաչատուրյանը քաղաքացիական պայմանագրի առանցքային անդամի տեխնացության վրա կանգ առել, հայտնի չէ, բայց Վարդանյանը պնդում է, թե դժվարությամբ է համաձայնել։ Բարձր առաջարկին համաձայնել եմ այն գիտակցությամբ, որ թե մասնագիտական եւ թե ակադեմիական գործունեության ընթացքում ձեռք բերած գիտելիքներս պետք է առավել արդյունավետ ծառայեցնել մեր երկրի ժողովրդավարական արժեքների պահպանման եւ զարգացման գործին։ Ընտրվելու դեպքում Վլադիմիր Վարդանյանը կդադարեցնի նաև խորհրդարանական գործունեությունը։ 2018-ից ի վեր Վարդանյանը իշխող ուժի ցուցակով падգամավոր ընտրվելուց բացի ղեկավարել է նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Պաշտպանել է ՔՊ-ի տարբեր աղմկահարույց նախագծեր, ամենաթարմ օրինակներից մեկն էլ հեծի պետականացմանը միտված օրենսդրական փաթեթը։ 1-2 օր խոսանքի բացակայությունը կարող է վերածվել լրջագույն կոլապսի, եւ մենք դրա օրինակը ունենք Իսպանիայում։ Եվ քննությունը առ այսօր շարունակում է, թե ինչպես տեղի ունեցավ, որ Իսպանիան բախվեց այդպիսի բլեքաութի հետ։ Վլադիմիր Վարդանյանի սահմանադրական դատարան գործուղելու որոշումը իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը գնահատում է խնդրահարույց, սահմանադրական դատարանի նկատմամբ վստահությունը թուլացնող եւ նվազեցնող։ Առհասարակ խնդիր է, երբ որ նման պաշտոնների համար առաջադրվում կամ ընտրվում են կուսակցական անձինք, հա, մենք նույն մոտեցում ունեցել ենք նաև, երբ Կարեն Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի նախագահի տեխնացու էր, այսինքն բարձրագույն դատական խորհրդի անդամի տեխնացու էր, երբ Վահագն Հովակիմյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեխնացու էր, սա լուրջ խնդիրներ են եւ սա չի կարելի անտեսել։ Արդեն նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը ընտրվելու դեպքում սահմանադրական դատարանում կփոխարինի նախկին հանրապետական Հրայր Թովմասյանին։ Իսկ Թովմասյանի պաշտոնավարումը դադարեցվեց, որովհետև դատարանը 2 տարի առաջ նրան մեղավոր էր ճանաչել արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Անցած ամիս այս վճիռը մտել է ուժի մեջ։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի կարծիքով Վլադիմիր Վարդանյանին ՍԴ գործուղելը ոչ թե հանրապետության նախագահ
նախագահի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումն է։ Կարապետյանցի պնդմամբ առանց այն էլ վստահություն չունեցող բարձր դատարանի վարկանիշը այդպես էլ ավելի կտուժի։ Ինչքան էլ հիմա մեզ փորձեն համոզել, որ ստորագրել են ու կուսակցությունից դուրս են եկել մի կես ժամ առաջ կամ մի շաբաթ առաջ, դա բնականաբար համոզիչ չի լինելու ոչ մեկի համար, որովհետև մենք այս process-ը արդեն տեսել ենք բազմիցս։ Առաջիկայում սահմանադրական դատարանում կարող է ոչ միայն խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարց առաջանալ, այլ նաև քննության առարկա է դառնալու հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, նոր սահմանադրության նախագիծը։ Սահմանադրական դատարանի գործող կազմն ընտրվել է քաղաքացիական պայմանագրի իշխանության օրոք։ Չնայած սրան, Կարապետյանցը կարծում է, Նիկոլ Փաշինյանն իր կուսակցին ՍԴ գործուղելով իշխանության պահպանման համար լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ պիտի փաստացի յուրացնի իշխանությունը, զավթի իշխանությունը ամբողջությամբ ԿՊԱ-ականորով կամ ավելի շուտ անձնապես իրեն նվիրյալ մարդկանց նշանակի այդ պաշտոններում։ Սա ստուգված այսպես գործիք է, մենք սա տեսել ենք նախկին իշխանությունների ժամանակ, ՀՀՇ-ի ժամանակ ենք տեսել, ՀՀԿ-ի ժամանակ ենք տեսել, տարբեր խմբերի կառավարման տարիներն ենք տեսել, սա մեզ համար շատ հստակ պատկերացում է, որը մենք ունեցել ենք։ Այսինքն սա մեր փորձն է։ ԿՊԱ-ականներն ամենաբարձր մակարդակով վստահեցնում են անհրաժեշտ բոլոր քայլերն անցնող 8 տարիներին իրականացրել եւ շարունակում են իրականացնել, որ Հայաստանում դատական համակարգը անկախ լինի։ Ընդ որում 2019 թվականին, երբ լծվել էին արդեն ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանին պաշտոն անկանելու գործին, ի թիվս այլ հիմքերի մատնանշում էին Թովմասյանի կապը երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Այն դեպքում, երբ Թովմասյանը հանրապետականի անդամ է եղել 6 տարի, իսկ Վլադիմիր Վարդանյանը ՔՊ անդամ 8 տարի։ Չի ստացվում ՔՊ-ն անում է այն, ինչի համար քննադատում էր նախկիններին։ Այս հարցին իշխանական խմբակցությունից պատասխան ստանալ այսօր չհաջողվեց։ Ասացին Վլադիմիր Վարդանյանի թեկնածության հարցը դեռ խմբակցությունում պետք է քննարկեն, հետո մեկնաբանեն։ Մինչ այդ իրավապաշտպան Դանիել Յոհաննիսյանը չի հերքում Հայաստանում կայացած անկախ մարմիններ չկան։ Մեծ հաշվով անկախության ինստիտուտ էլ չկար, հա։ Եվ այդ դրա արդյունքում նույնիսկ այն մարմինները, որոնք որ մնում են իշխանությունից անկախ, օրինակ 2021 թվականի մասն եմ ասում, դառնում են պայմանական ընդդիմությունից կախյալ, ընդդիմությունից, օտարերկրյա կենտրոններից կախյալ։ Այդ լուրջ խնդիր է եւ իշխանությունը թե այդ խնդիրը լուծի անկախ մարմինների ավանդույթներ բերելով, ավանդույթներ ներմուծելով, դրա փոխարեն իշխանությունը շարժվում է այն ուղղությամբ, որ դե լավ, անկախ չեն, ուրեմն թող ոչ էլ լինեն անկախ, բայց թող մեզանից կախված լինեն։ Թե երբ խորհրդարանը կքննարկի Վլադիմիր Վարդանյանի ընտրության հարցը հստակ չէ, պարզ չէ նաև խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը։ Նրանք եւս փոխանցեցին, որ Վարդանյանի թեկնածությունը չեն քննարկել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ինչ է կատարվել կլինիկական մահ ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան երեխայի հետ, ձերբակալված է խորթ մայրը։ Անկեղծ չեմ տեսել երեխուն խփի, չնայած չեմ էլ հավատում, որ ինքը կարող արած լինի։ ՆԱՏՕ-ի առնվազն 4 անդամ երկրներ կարծում են, որ դաշինքը չպետք է մասնակցի Հորմուզի նեղուցի բացման գործողությանը։ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին վատորեր էր խոստացել, եթե չօգնեն։ Նրանք պետք է գային եւ օգնեին մեզ պաշտպանելու այն։ Իրանից մի շարք ապրանքների ներմուծումները դադարել են, Հայաստանում արդեն թանկացումներ են նկատվում։ Հիմա մի սարսափելի դեպքի մասին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկը գիշերը տեղափոխված երեխան կլինիկական մահ է տարել։ Նրա կյանքը հաջողվել է փրկել, բայց ըստ իրավապահների փոքրիկը ծեծված է եղել։ Կա նաև ձերբակալված ամուսնու նոր կինը։ Փորձել ենք մանրամասները պարզել։
Կլինիկական մահ ախտորոշմամբ 1 տարեկան 2 ամսական փոքրիկ է գիշերը Արաբկիր բուժկենտրոն տեղափոխվել։ Տեղեկությունն այսօր առավոտյան Շամշյան.com-ը տարածեց, ըստ օպերատիվ տվյալների տղան ծեծված է։ Բուժկենտրոնից փոխանցում են երեխան վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժիշկների հսկողության տակ է։ Քննչական կոմիտեն սպանության փորձի հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնել, 1 հոգի ձերբակալված է։ Փոքրիկի տատիկին Արարատի մարզի գյուղերից մեկում գտանք։ Քիչ անց երեխայի ծննդականի հետևից այստեղ եկավ նաև մայրը։ Այս բանի երեխան լավ է, ինչ որ բան որ լինի, ես կասեմ։ Ինձ ասում են երեխու մոտ գլխի հեմատոմա է, չգիտեմ, խփելուց։ 21-ամյակինը պատմեց փոքրիկին նախկին ամուսնու մոտ էր թողել, մինչև ինքը վարձով տուն գտնի։ Ուղղակի երեխուն տարել է, այնտեղ ավելի ապահովել է, ես չգիտեի, ինչ կարա լինի։ Մեր տուն վարձեք, որ երեխուն տանենք, էլի պահենք, տենց ստացվել։ Նրա խոսքից հասկացանք, որ նախկին ամուսնու տանը այլ կին կամ կանայք կան, զանազան ամուսնություններից ծնված երեխաներ։ Փոքրիկին ծեծելու կասկածանքով ձերբակալվածը նախկին ամուսնու կողակիցն է, նաև իր ընկերուհին, ասում է չեմ հավատում, որ նա է խփել։ Հա, անկեղծ չեմ տեսել երեխուն խփի, չնայած չեմ էլ հավատում, որ ինքը կարա արած լինի։ Բա ով։ Չեմ կարող ասեմ։ Ձեր ամուսինը։ Չեմ կարող ասեմ, կամ կողից ինչ որ մարդ եկած լինի։ Այդ տունը մարդիկ էին գնում գալիս։ Ընկերուհիներ կարա լինի, բայց իրանից չեմ սպասում։ Ինչ պիտի լինի, որ մի տարեկան փոքրիկին մահվան դուռը հասցնեն ծեծելով, մայրն ասում է չգիտի ինչ է եղել, նախկին ամուսինը զանգերը անպատասխան է թողնում, ինքն էլ երեխայի վիճակի մասին մոտավոր պատկերացում ուներ, որովհետև Արաբկիր բուժկենտրոնում նրան թույլ չէին տվել տեսակցել փոքրիկին, պիտի մայրությունը հաստատող փաստաթուղթը ծննդականը տաներ։ Ինձ էլ հստակ բան չեն ասում, անգամ չեն թողում մտնեմ մոտը։ Վերակենդանացման բաժնում գտնվող փոքրիկը 21-ամյա կնոջ 4-րդ երեխան է։ Զույգ տղաներին ըստ համագյուղացիների մանկատուն են տարել, իսկ այս գյուղում տատիկի խնամքին է մնացել 3-ամյա աղջնակը, առաջին, երկրորդ եւ երրորդ հայացքից կենցաղային վատ պայմաններում ու նաեւ մայրիկի շուրջ ստեղծված անառողջ հարաբերությունների մթնոլորտում։ Նոր զարգացումների մասին Էջմիածինն է հաղորդում, ըստ Մայրաթորի իր դիմումի համաձայն Վայոց ձորի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվել է Փաշինյանի բարենորոգման ծրագրին միացած եւ կաթողիկոսի հրաժարականը պահանջած Աբրահամ arczepiskopos Մկրտչյանը։ Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ համատեղության կարգով նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդը։ Ինքը arczepiskopos Մկրտչյանը դեռ չի մեկնաբանել որոշումը, ազատությանը փոխանցել է, որ առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ։ Իրանի դեմ Ամերիկայի-իսրայելական գործողությունների երրորդ շաբաթն է ընթանում, Միացյալ Նահանգների նախագահը ՆԱՏՕ-ին է սպառնում, եթե դաշնակիցները չօգնեն Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու հարցում, Հյուսիսատլանտյան դաշինքին ըստ նրա լավ ապագա չի սպասում։ Թանկացման պայմաններում Միացյալ Նահանգները գործողություններ է ծրագրում բացելու համար նավթի մատակարարման աշխարհի ամենաբանուկ եւ կարեւորագույն ուղիներից մեկը, որը Իրանը փակ է պահում արդեն 2 շաբաթ, բայց ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները մեկը մյուսի հետևից մերժում են Թրամփին։ ՆԱՏՕ-ին շատ վատ ապագա է սպասվում, եթե դաշինքի անդամները ռազմանավեր չուղարկեն Հորմուզի նեղուց առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար։ Իրանի դեմ պատերազմի 17-րդ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը հիմա 7 երկրի հետ բանակցում է, որպեսզի իրանական ուժերից պաշտպանեն նեղուցը, որտեղով պատերազմից առաջ անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Ես պահանջում եմ, որ այս երկրները գան եւ պաշտպանեն իրենց տարածքը, որովհետեւ դա այն վայրն է, որտեղից նրանք ստանում են իրենց էներգիան, եւ նրանք պետք է գային եւ օգնեին մեզ պաշտպանելու այն։ ԵՄ արտգործնախարար Կայա Կալասը հայտարարել է, որ դաշինքը կքննարկի հարցը, քանզի ԵՄ շահերից է բխում նեղուցը բաց պահելը, սակայն ՆԱՏՕ-ի մի քանի անդամներ դեմ են արտահայտվել։ Գերմանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ցանկանում են խնդիրը դիվանագիտությամբ լուծել։ Բորիս Պիստորիուսը նաև ասել է, որ սա իրենց պատերազմը չէ։ Ես շատ ուշադիր կմտածեի նախքան նման քայլ կատարելը եւ բացարձակապես ոչ մի պատճառ չեմ տեսնում դա անելու համար։ Սա մեր պատերազմը չէ։ Մենք չենք սկսել այն։ Մենք ուզում ենք դիվանագիտական լուծումներ եւ արագ ավարտ։
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլն էլ ասել է, որ Բերլինը չի կարծում, որ ՆԱՏՕ-ն անելիք ունի այս հարցում։ Հորմուզի նեղուցը այսպես թե այնպես պետք է բացվի եւ Մեծ Բրիտանիան դաշնակիցների հետ աշխատում է կենսունակ ծրագրի վրա, հայտարարել է երկրի վարչապետը։ Քիր Սթարմերը ընդգծել է, որ դա ՆԱՏՕ-ի առաքելությունը չէ, ապա հավելել՝ երկիրը չի ներքաշի ավելի լայն պատերազմում։ Թույլ տվեք հստակեցնել, դա չի լինելու եւ երբեք էլ նախատեսված չի եղել որպես ՆԱՏՕ-ի առաքելություն։ Դա պետք է լինի գործընկերների դաշինք, այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք գործընկերների հետ թե Եվրոպայում, թե Պարսից ծոցում, թե Միացյալ Նահանգներում։ ՆԱՏՕ-ի անդամներ Իտալիան եւ Հունաստանը նույնպես հրաժարվել են։ Ճապոնիան եւս հայտարարել է, որ նեղուց ռազմանավեր ուղարկելու պլաններ չունի։ Ու մինչ ՆԱՏՕ-ի անդամները հրաժարվում են ռազմանավեր ուղարկել Հորմուզ, որտեղով բեռնափոխադրումները խաթարվել են պատերազմից հետո, Իսրայելն ու ԱՄՆ-ն շարունակել են հարվածները իրանական մի քանի քաղաքների, այդ թվում Թեհրանի վրա, որտեղ ոչնչացրել են ռազմատիեզերական ծրագրի մշակման համար օգտագործվող համալիրը։ Իսրայելական հարվածների հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելի բանակը պնդել է, որ ոչնչացրել է ինքնաթիռը, որը սպասարկում էր Իրանի սպանված գերագույն առաջնորդին եւ այլ պաշտոնյաների։ Իսրայելը միաժամանակ հարվածել է Իրանի աջակցությունը վայելող եւ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլայի ենթակառուցվածքներին։ Շարժումը եւս պատասխան հարվածներ է հասցրել։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ բանակը ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում։ Իսրայել կացը սպառնացել է, որ Հեզբոլան բարձր գին կվճարի Իսրայելին հասցված վնասի համար, իսկ շարժման առաջնորդ Նաիմ Քասեմը կարող է շուտով արժանանալ իր նախորդի ճակատագրին, որին Իսրայելն է սպանել։ Բանակի խոսնակն ասել է, որ դեռ հազարավոր թիրախներ կան, որոնք պետք է խոցեն։ Գեներալ Էֆի Դեֆրինը նաև նշել է, որ բանակը կվերացնի Իսրայելի համար վտանգ ներկայացնող բոլոր սպառնալիքները։ Մենք կշարունակենք հարվածներ հասցնել Իրանում եւ Հեզբոլային, մինչեւ չվերացնենք սպառնալիքները եւ չհասնենք գործողության նպատակներին։ Իսրայելի զինված ուժերից նաև հայտնել են, որ պատերազմը կարող է շարունակվել առնվազն 3 շաբաթ։ Իրանն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելի կենտրոնական մի քանի քաղաքի, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրանական զինուժը նաև հարվածել է Դուբայի միջազգային օդանավակայանի վառելիքի պահեստին, Ֆուջեյրա արդյունաբերական գոտում, թիրախների Սաուդյան Արաբիայում եւ Կատարում։ Իրանի արտգործնախարարը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցում են պատերազմը դադարեցնելու շուրջ։ Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանը պատրաստ է պատերազմել այնքան, որքան անհրաժեշտ է, իսկ պատերազմը պետք է ավարտվի այնպես, որ այլևս չկրկնվի։ Կարծում եմ նրանք արդեն լավ դաս են քաղել եւ հասկացել են, թե ինչ պետության հետ գործ ունեն, որը չի տատանվում պաշտպանվել եւ պատրաստ է շարունակել պատերազմը եւ այնքան հեռուն գնալ, որքան անհրաժեշտ է։ Պատերազմի ընթացքում ըստ պաշտոնական տվյալների Իրանում սպանվել է 1444 մարդ, վիրավորվել ավելի քան 18550-ը։ Լիբանանում սպանվել է առնվազն 856 մարդ, վիրավորվել ավելի քան 2100-ը, իսկ Իսրայելում սպանվել է 15, վիրավորվել առնվազն 3370 մարդ։ Պատերազմի հետևանքները մեղմելու համար Եմեն հայտարարել է, որ $525 միլիոն մարդասիրական օգնություն կտրամադրի Մերձավոր Արևելքին։ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանում թանկացումներ են նկատվում։ Հարևան երկրից մեծ թվով ապրանքների ներմուծումները դադարել են, որոշումը Թեհրանինն է, մինչ Հայաստանի կառավարությունից հայտարարում են, որ հարցի հասցեատերը իրենք չեն, շուկան արձագանքում է գների բարձրացմամբ։ Հայաստան սննդամթերք ու գյուղատնտեսական ապրանքներ մատակարարող հիմնական երկրներից մեկն արդեն 2 շաբաթ է արգելել է այդ ապրանքների արտահանումը ներքին պահանջարկը բավարարելու համար։ Իրանն այս քայլին գնաց ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի օր անց։ 2 շաբաթ էլ չանցած Հայաստանում թանկացումներ են նկատվում։ Բեռնափոխադրողներն էլ բարձրաձայնում են իրանական կողմում առաջացած տարբեր խնդիրների մասին։ Գնաճը կարող է էլ ավելի արագանալ հաշվի առնելով երկու երկրների լայն առևտրաշրջանառությունը։ Իրանը Հայաստանի 4-րդ խոշոր առևտրային գործընկերն է։ 2025-ին երկու երկրների փոխադարձ առևտուրը շուրջ $740 միլիոն է կազմել, ինչի գերակշիռ մասը Իրանից Հայաստան ներկրումն է։ Ամեն ամիս Հայաստանում ավելի քան $40 միլիոն իրանական ապրանք է հայտնվում։ Այս ամսվա պաշտոնական թվերն ավելի ուշ կհրապարակվեն, սակայն այս պահին կարելի է վերլուծել առկա տվյալներն ու փորձել պարզել, թե որ ապրանքները կարող են թանկանալ։ 2025-ի միայն առաջին կեսին Հայաստանն Իրանից մի քանի 100 տոննա կարագ է ներկրել։ Հայկական շուկայում հայտնվող արտասահմանյան կարագի մի զգալի մասը հենց իրանական է։ Այսինքն առաջիկայում կարագի գները կարող են բարձրանալ։ Իրանը նաև հայկական շուկայում վաճառվող ներկրված կաթի փոշու հիմնական մատակարարներից է ու հաշվի առնելով Հայաստանում կաթի արտադրության ծավալների նվազումը, կաթի փոշու մատակարարման դժվարությունները կարող են գնաճի պատճառ դառնալ։
Հատկապես մեծ է իրանական միրգ բանջարեղենի առկայությունը խանութներում ու շուկաներում։ Բեռնատարները տարեկան հազարավոր տոննաների հասնող տոմատ, կաղամբ, գազար, վարունգ, ձմերուկ, սեղ, ցիտրուսային պտուղներ Իրանից Հայաստան են տեղափոխում։ Հայաստանում սննդամթերքը մինչ հարևան երկրում ռազմական գործողությունների մեկնարկն էլ թանկանում էր։ Անցած ամիս խանութներում մթերքը 6.5%-ով ավելի թանկ էին վաճառում, քան 1 տարի առաջ։ Կարագը թանկացել էր գրեթե 7.5%, կաթն ավելի քան 5%, միրգը 6.5%-ով։ Վերջին ներմուծումը ունեցել ենք սոկեր, երևի 1 կամ 2 շաբաթ առաջ մոտավոր, էլի խնդիր չենք ունեցել։ Իրանից Հայաստան ներդրումների գործընթացը կազմակերպող ընկերություններից մեկից Ազատությանը հայտնեցին, որ վերջին անգամ փետրվարի 28-ին վարունգ են Հայաստան մատակարարել։ 1-2 շաբաթ առաջ նաև հյութեր են ներկրել։ Այժմ քաղցրավենիքի պատվեր կա։ Իրանական կողմից հղում անելով արգելքին ոչ թե մերժել են, այլ ասել են Նովրուզից, այսինքն մարտի 21-ից հետո կլինի։ Գուցե չնայած պաշտոնական արգելքին ընկերությունները կարողանում են մատակարարումների վերաբերյալ պայմանավորվել։ Հարցի պատասխանը էկոնոմիկայի նախարարությունից չստացանք, ասացին հարցն իրենց տիրույթում չէ։ Ազատության զրուցակցի խոսքով այս պահին իրենց համար լուրջ խնդիր է Իրանի ներսում կապի խափանումը։ Դա լոգիստիկ լուրջ դժվարություններ է առաջացնում, այսինքն ապրանքը Հայաստան բերելն էլ է թանկանում։ Այս ընկերությունն այդուհանդերձ առայժմ գները բարձրացնել չի ցանկանում։ Այս պայն աշխատում ենք կտրուկ ինչ-որ բաներ չանել, ճիշտն ասած, ավելի շատ սպասողական վիճակ է։ Մինչ կառավարությունից հայտնում են, որ Իրանում ընդունված արգելքի որոշումն իրենց տիրույթում չէ, ռազմական գործողությունների մեկնարկից հետո աշխարհում վառելիքը կտրուկ թանկացել է, եւ եթե բենզինի գնաճը բարձր լինի նաեւ Հայաստանում, միջազգային բեռնափոխադրումներն էլ ավելի կթանկանան, կմեծանան խանութներում վաճառվող ապրանքների գնապիտակների վրա գրված թվերը։ Երկիչ առաջ համալիրում ընթացող միջոցառման ընթացքում հայտարարվեց, որ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Երկրորդ նախագահը դարձյալ դաշնակցության հետ է գնում ընտրության, այս անգամ նրանց է միացել նաև Սևակ Խաչատրյանի առաջ կուսակցությունը։ Վաղաշաբաթի ընտրություններում հենց Խաչատրյանն էր ղեկավարում ավագանի անցած ընդդիմադիր հաղթանակ կուսակցությունների դաշինքի ցուցակը։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն է Արցախի հանրապետության առաջին նախագահ, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան։ Ես բարձրանալուց մի քիչ ուշացա, ասենց որտեղ փորձում էի մարսել, ներկայացվեց որպես հետաքրքիր ձևակերպում տվեց Աննան, Հայաստանի նախագահ երկրորդ վարչապետի թեկնածու։ Մի հատ ասի կարող է ասենց ճիշտ Կարող է ճիշտ բան չենք անում։ Շնորհակալություն։ Պաստորեն դա իմ համար պաշտոնի բարձրացում չի, հակառակը իջեցում է։ Բայց հայրենիքի համար պատրաստ ենք ամեն ինչի։ Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ, թիմակիցներ, այսօր մենք հավաքվել ենք հայտարարելու, որ մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին։ Մասնակցության ձևաչափը եւս հայտարարվեց։ Ուզում եմ նաեւ ասել, որ մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է։ Վստահ է, որ այն չարը, որը մարմնավորում է այս իշխանությունը, պարտվելու է։
Ես նրանց հետ պայքարի մեջ եմ մտել հենց իշխանության իրենց գալու առաջի օրերից։ Եվ չեմ հանգստանալու այնքան ժամանակ, մինչև նրանք չհեռացվեն։ Այսքանն էինք պատրաստել այս եթերաժամի համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ազատություն.am կայքում և սոցցանցերի մեր էջերում լրահոսը թարմացվում է, հետևեք զարգացումներին, հաջողություն։